Վարդան Վարդանյան, VV Talks, այսօր ուրեմն նոյեմբեր 13-ն է ու երկե ինչպես մեր մշտական անդրադառնալու թեմաներից դա Ամերիկանը եւ իհարկե Ռուսաստան, Հայաստան։ Հիմա սկսենք Ամերիկայից վերջապես 44 քանի օր հետո կառավարությունը ֆինանսավորվեց, հետեւաբար համարվում է որ բացվեց։ Չտեսնված նորություն, մեծ ինչ-որ դրա հետ շուրջ կապված հույսեր, որ ամեն ինչ լավ է արդեն, վերադառնում են գործի, բայց իհարկե ամեն ինչ գաղտնիքը, ոնց որ ասում են, դետալների մեջ է։ Ինչ կատարվեց։ Կատարվեց այն, որ 7 դեմոկրատներ եւ մի անկախ ուրեմն սենատում քվեարկեցին ռեպուբլիկանների հետ, որ բացվի։ Սենատից էս ռեզոլյուցիան երբ որ արդեն քվեարկեց դուրս եկավ գնաց House of Representatives, ուրեմն ներկայացների տունը, այնտեղ արդեն անցավ այսօր։ Հասավ 3 ներողություն, հասավ ուրեմն այնտեղ որտեղ մեծամասնություն կար եւ պետք չէր որ 2/3 մեծամասնությամբ քվեարկվեր։ Այնտեղ պարզ մեծամասնությունը վեր քվեարկում, շնայած էլի մի քանի դեմոկրատներ անցան ռեպուբլիկանների հետ միասին քվեարկեցին, որ ֆինանսավորվի եւ բացվի կառավարությունը։ Հասավ Թրամփին, Թրամփը ստորագրեց։ Մեծ ցերեմոնիա, Թրամփը ստորագրեց, արդեն շարունակում է փող կա, որպեսզի կառավարությունը մարդկանց ռոջիկ վճարեն, ամենակոպիտ ձևով ասում եւ ծախսերը փակեն։ Հիմա ինչու համար այդ մարդիկ համաձայնվեցին, պարզեր, որ ինչ որ որոշեցին, որ իրենց անձնապես, իդեպ ասեմ, այդ 7-ն էլ որ քվեարկեցին, իրենք արդեն հայտարարել են, որ ուրիշ չեն վերընտրվելու։ Այսինքն չեն ուզում շարունակեն իրենց քաղաքական կարիերան սենատում, ուրեմն թոշակի են գնում կամ ինչ պատճառով դուրս են գալու, հետեւաբար իրենց հետևանքները այդքան կարևոր չէր։ Իրենց ինչ որ ձևով ինչ որ ինսենտիվներ տվեցին կամ ինչ եղավ, որոշեցին կամ իրենց ասած ձևով ասենք լավ, ասենք բարի լինենք, որ մտածում էին այն մարդկանց մասին, որոնք նպաստներ չեն ստանում, ռոճիկ չեն ստանում եւ այլ, եւ քվեարկեցին, որ ինչ որ կոմպրոմիսների գնացին։ Կոմպրոմիսներից մեկը էր իհարկե, որ այդ SNAP պրոգրամը, որը food stamp-ն ասում կամ ինչ-են ասում, այսինքն սննդով օգնում են աղքատներին, շարունակվի։ Իրենք այդ ստացան, փոկեցին 42 միլիոն մարդ Ամերիկայում իհարկե դրա մի հսկայական մասը իհարկե խարդախությամբ են ստանում սուտաբանը եւ այլ մեջը շատ անօրինական բաներ կան, բայց մարդիկ ուտելիքի օգնություն են ստանում։ Մի հատ մտածեք 42 միլիոն մարդ ինչա նշանակում։ Ստացան են, որ գործից ազատվել էին, փող չէին վճարվում, չգիտեմ ինչ նրանցից մասին հետ կվերցնեն 4000 մարդ պետք է գործից ազատվեր։ Չեն անելու, մի խոսքով հակին կոմպրոմիսներ եղավ, բայց ամենակարևորը չեղավ։ Բժշկական ապահովագրության հարցը չլուծվեց, այսինքն ռեպուբլիկանները ասեցին ոչ, մենք այդ Օբամայի պրոգրամը, ծրագիրը, որով պետք է ամեն մեկը, ինչպես մեքենայի վարելու համար դու պետք է ինշուրանս ունենաս, հա, ապահովագրություն, դու պիտի ունենաս նաև բժշկական ապահովագրություն, որ չի վանդանաս գնաս, ոնց ասում են, շտապ օգնություն եւ այնտեղ փորձես բուժես, դու պիտի նորմալ մարդու նման բժշկի եւ այլ։ Եվ եթե չունես դրան, քեզ օգնում ենք։ Պետությունը քո եկամուտի համաձայն քեզ օգնություն է տրամադրում, ասենք եթե դու քիչ ես վաստակում, ավելի շատ, եթե շատ ես վաստակում, ավելի քիչ եւ այլն, բայց որ դու բոլորը պետք է ունենաք։ Այդ ծրագիրը շատ պոպուլյար է, նույնիսկ ամենաշատը դրանից գործածում են ամենաշատ չասենք լավ ռեպուբլիկանները, ինչպես եւ դեմոկրատները։ Ռեպուբլիկանների խնդիրը ինչ է, որ միշտ խոսում են սոցիալական ծրագրերի դեմ, բայց առաջին գործածողները իրանք են, որտեղ իրանց հիմնական բազան այն չկարծեք, որ այն միլիոնատերներն են ու հարուստներն են։ Իրանց բազան են, այսպես ասած, կարմիր պարանոցներն են, հա, այսպես redneck որ ասում են, որոնք իրոք մտածեք, որ ինչ շերտ էստեղ մոտիկ նման են ռուսների, sense թունդ ռուսի ասած մախրովի, sense ինչ որ յանի ամերիկացի են իրենք, որ չեն սիրում ոչ մի իմիգրանտ, օտար ֆլան եւ այլն, եւ դեմ են որ այդպիսիներին օգնություն հասնի, բայց իրենք ոնց ասում են առաջինն է որ ուզում են օգտվեն այդ բոլոր ծրագրերից, այդ նորմալ բանը բոլոր երկրներում տենց է, ես չեմ ինչ որ բան ասում, նորություն ասում, հա,
Բայց այդպես է հիմա։ Վերջին հաշվով այս ծրագրերի մեջ ուրեմն այդ այնքան որ ժամանակ որ դրա անունով ինչ որ կապված էր, ասոցացվում էր Օբամայի հետ, Տրամպը դրան դեմ էր ու ամեն ցել ուզում էր բանալ։ Այնպես եղավ, որ մի խոսքով այս բանակցությունների մեջ այդ ծրագիրը չկարողացան այսպես ասած պահել, վերցնել հետ որ ֆինանսավորվի, հետեւաբար առայժմ չի ֆինանսավորվելու։ Կոմպրոմիսը նրանում էր, որ մնացած հարցերը լուծեցին մինչև հունվարի վերջ։ Տեսնենք ինչ անելու, դրանից նորից կռիվ կսկսվի։ Թրամփը ստորագրեց, ուրեմն սկսեցին մարդիկ գործի գնալ։ Իհարկե նախկատներին կերակրելու ծրագրը ասում ենք հա, բայց դրա մեխանիզմը շատ բարդ է, ֆեդերալ կառավարությունը ֆինանսավորում է, բայց 50 նահանգները ամեն մեկը իր մեխանիզմը ունի, որ դա իրականացնում է, այսինքն բաժանում է այդ մարդկանց եւ այլն։ Խոսքով շատ բարձ չի, ոչ թե բարձ չի, շատ հեշտ չի այս բանը միանգամից չի կատարվում, բայց համենայնիվս շատ ուրախ եմ այս րոպեին, բոլորը շատ ուրախ են, որ վերադառնում են աշխատանքի, որոշ տեղեր արդեն գնացել են եւ այլն։ Ես էլ ձեզ ընդհանուր առմամբ ասում եմ, թե ինչպես բացվեց վերջապես կառավարությունը սկսեց աշխատել լիովին, ոչ թե միայն զինվորականները եւ օրինապահները, որոնց Թրամփը ապօրինի պետք է ասել ձև էր գտել ֆինանսավորելու վճարելու, որտեվ կտրում էր ուրիշ ծրագրերից, տալիս էր այնտեղ, իսկ այդպես չի աշխատում։ Եթե պարլամենտը տվյալ դեպքում ասենք կոնգրեսը Չիրեմ Հայաստանում ազգային ժողովը ոնց է, երբ որ մի բանի դրամը հատկացնում, դրա համար է հատկացնում։ Դա չի նշանակում, որ կառավարությունը կարող է ասենք հատկացված է ինչ որ երեխաներին կերակրելու համար դու այդ փողը վերցնես 10 զինվորականներին, դες չի աշխատում։ Ինչի համար որ տվել են, դրա համար դի գործածես։ Այն ժամկետներում, որի համար դա տրված է եւ այն չափով ինչքանով տրված է, չես կարող տրվածից ավել գործածես, ոչ էլ պակաս, չես կարող տարբեր ժամկետներում գործել։ Ես տվել եմ մի տարով դու գործածես 2 տարվա մեջ կամ 6 տարվա մեջ։ Ես տվել եմ այս նպատակին դու գործածես ուրիշ նպատակի։ Դա քրեական գործ Ամերիկայում, չգիտեմ այնտեղ ինչպես է։ Մի խոսքով էսենց բան գոյություն ունի, 3 շատ կարևոր հատկանիշներ կան բյուջետի հետ կապված՝ նպատակ, ժամկետ եւ գումարի չափ, բացը։ Եվ բայց անում է, այստեղ մենակ այս դարում կարող է լինի, ասենք Տրամպյան, բայց արվեց, կարևոր չի, Եվրոպային կառավարություն բացվեց։ Եվ հետևանքները բնականաբար դրական պիտի լինեն, չնայած իրանց հերթին ունեն մեծ խնդիրներ, այսինքն նստված կթողել է, չէ՞, որտեղ հիմա պիտի կազմակերպես։ Եթե 40 քանի օր գործի չեն գնացել, դուք պատկերացնում եք, դա ինչ է նշանակում ընդհանուր հարցեր լուծելու մեջ։ Արդեն խնդիրներ կան տարբեր բնակավարներում, իմացանք, որ օրինակ ավիացիային կառավարող օդանավները dispatcher-ն են ասում, ռուսական բառով ասենք air traffic controllers, այդպես օդանավները նստեին բարձրան, նրանք արդեն չեն վճարվում, 10%-ով կտրել էին, դա նշանակում է 4-ից 5000 race flight cancel էր եղել, չեր թռնելու օդանավները, մի խոսքով լավ չէր վիճակը, մի խոսքով համաձայնվեցին։ Սա առաջի Ամերիկայի համար եւ ես նաեւ կասեմ ձեզ, որ աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող նորություններ։ Անցնենք մի քիչ առաջ արդեն ավելի Ռուսաստան։ Ռուսաստանի վիճակը այդքան լավ չի։ Ինչու՞։ Միացյալ Նահանգները, որ թերագնահատում են իր ուժը, կարողացավ ոչ թե միայն Հնդկաստանին համոզի, որ չառնի ռուսական նավթ, այլև Չինաստանին։ Մենք կանգնեք, պատկերացրեք, բոլոր ասում են Չինաստանի շահինը, որ այսպես այնպես։ Նու սանկցիաները իհարկե ազդեցին, սանկցիաների հիմնական պատճառը դա էր, բայց ուրիշ բան առաջացավ։ Ամերիկան մի հատ բռի ուժի չի գործածում, նաև կարողացավ համոզել Սաուդի Արաբիային, որ նա արտադրությունը իր նավթի այնքան մեծացնի, որ կարևոր կետ է լրիվ փոխարինի ռուսական նավթի բացակայությունը շուկայում։ Ուրիշ խոսքով Չինաստանի, Հնդկաստանի, եթե դուք չառնեք ռուսական նավթ, չկվախենաք, որ ինչ որ չի լինելու նավթը ձեզ համար։
բայց հիմա կասենք խելոքները, որ ախար բայց նրանք դիսկաունտով էին առնում, այսինքն զեղչով էին առնում Ռուսաստանից նավթը, շուկայական գնից ցածր գնով։ Սաուդի Արաբիան համաձայնվեց Չինաստանին ծախել շուկայական գնից ցածր գնով, այսինքն դու իրականում ունես ինսենտիվներ չառնելու ռուսականը, որտեղ սանկցիաներ կա քո վրա, եթե բանկերը չեն աշխատի ավելի տեսակ բան, եւ ունես ոչ մի քեզ վտանգող կամ ինչ-որ մի բան, որ եթե դու փոխվես Սաուդի Արաբիական նավթ առնելու, չես վնասվելու, որտեղ քեզ զեղչով ծախելու են ձևի։ Եվ այստեղ լուրջ հարված էր սա Ռուսաստանի համար։ Դրա մասին շատ չեն խոսում, որտեղ ռուսները չեն ուզում նեղացնեն չինացիներին, դեռևս հույսեր ունեն։ Ռուսական ալիքներով դրա մասին շատ չեք լսի, եթե լսեք ընդհանրապես։ Բայց եղավ։ Ինչ ամնում, ինչպես ես ֆինանսավորում քո պետությունը պատերազմը, եթե դու նավթ չունես, այն դեպքում, եւ դե նաեւ որ նավթի գազի ծախքը առևտուրը արտաքին աշխարհի հետ կազմում էր քո բյուջեի 60-70%։ Բայց ինչ սանելու։ Այդ զեղչված գներով եմ ասում։ Դե տնտեսագետների կարծիքով նշանակում է այն ինչ որ անում էր սովետական միության ժամանակ, նա ինչ էր անում, ռուբլի էր տպում։ Ռուբլիով վճարում ես ամեն ինչ, ռուբլիով, ինչ կան ուզում ես տպի, ինչ նշանակություն ունի, պես որ բոլորը ստանան։ Հիմա պրոբլեմը ինչ է, երբ որ դու արդեն սովետական միություն չես եւ ռուբլիով տպում ես, ռուբլի գինը ավելի է իջնելու, այսինքն ինֆլյացիա ելնելու ավելի deflation, այսինքն ավելի վատ, inflation-ից ավելի են կոմ, այսինքն երբ որ sustained ինչ են ասում, երկարատև է դառնում, եւ քո էկոնոմիկան սկսում է արդեն փլուզվել, այդպես ասենք, այստեղ էկոնոմիկայի մեջ ինձ համար ավելի հեշտ է եկել անգլերեն բառերը գործած եմ կամ ռուսերեն, եւ այս տրենդը շարունակվելու է, արդեն բան սկսվեց, դա արտահայտվեց իրենց քաղաքական արտահայտությունների մեջ։ Լավրովը Իդեպ ասեմ Լավրովին անդադ գուշակում են, որ իրեն հանել են, չգիտեմ ինչ են, ոչ մալ չեն հանել, որովհետև այն որ իբրև Լավրովը պրավալի տարավ, այսինքն ցախողեց Բուդապեշտի հանդիպում Թրամփի հետ, այդ իր գործը չէ, Լավրովը երբեք ինքն իր համար չի խոսում, Լավրովն ով է որ քաղաքականություն ստեղծի կամ քանդի, այնտեղ միապետություն է, հետևաբար ամեն ինչ Պուտինից է գալիս, այնց որ ինքը մի բան իր գլխին չէր արել, ինքը ինչ-որ մի չգիտեմ ինչ-որ բան չէր հակապետական կամ այդ չի եղել։ Պուտինը չէր ուզում գնալ պարզապես Բուդապեշտ, ասեց Ռադորին, ասա ու չեմ գնալու։ Վախենում էր, հիշում եք խոսացինք դրա մասին, ոնց եք պատկերացնում ինքը ոնց է թռնելու։ Այդ ոչ այդ բոլոր ՆԱՏՕ-ի երկրների վրայով կամ այն երկրների վրայով, որ ինքը պիտի որտեղ իրենք կբռնեն ու հանձնեն Հագային, Հեյգին, անգլերենով Հեյգ։ Հչկա գագա են ասում, anyway, դրա համար զախոխեցին, պարզա, անցավ մի քիչ, այս մոմենտը սկսեցին ասել, դե լավ Իստանբուլի բանով հանդիպենք, կամ չգիտեմ ինչով բանով հանդիպենք, Թրամփը բոլորին ռեակցիա չի տալիս հիմա, ինք հասկացա, որ դա իրեն բոլորովին շահավետ չի այլևս, ինչ-որ ձևով գնալ այնտեղ հանդիպել, եթե լիներ, այստեղ մի հատ թեորիա կա, որ Թրամփին նրան պաշտպանում է, որպեսզի կարողանա իր պրեզիդենտությունից հետո լավ բաներ ստանա, կոնտրակտներ ստանա Ռուսաստանում, մանավանդ որ ստեղ սկսելու են դատական գործեր, ինքը շատ փող է ծախսելու, իրան փողեր են պետք, այնտեղ չգիտեմ Ռուսաստանում երկու շենք կսարքի կամ կսարքեն իր անունը վրա ինքը կպցնեն, ինքը փող ստանա։ Այս մի քիչ թեթևելի sense ջրիկ արգումենտներ են իհարկե, բայց կան, պետք է լսել դրանց։ Ես այդպես չեմ կարծում, իդեպ ասեմ։ Դրա համար չի էլի, փողի հարցը իր համար շատ կարևոր է, բայց այդ չի։ Բայց համենայնդեպս ինքը հիմա մի քիչ հետ քաշվեց։ Այս րոպեին ամեն ինչ կատարվում է, նո առաջին հերթին ամենամոտիկ խնդիրը մոտի հիմա լուծես, հետո կմտածես երկրորդի մասին, հա, ինքը այս րոպեին ուրիշ խնդիրներ ունի։ Ոչ թե միայն Ամերիկայում, իսկ իր հետ կապված այս խնդիրների հետ, եւ ինքը հասկանում է, որ շուտով
գալու են ուրեմն mid-term, այսինքն ընտրությունները 26 թվականի եւ այնտեղ ինքը կարող է մեծամասնություն չունենա եւ հետո ուրիշ խնդիրներ կան դրա մեջ սկսեն նորից impeachment դատական հարցեր եւ այլ այդ բոլորին կասկանում ինքը որոշեց որ սա իրան բոլորովին իր base-ի իր մագայական բազայի հետ ոչ մի օգուտ չի տալիս ասես դելա դու գնա կռվեն ինչ ուզում են անեն հիմա ինքը կենտրոնացել է Վենեսուելայի վրա ինչ որ չափով լուծում ախնդիրներ չգիտեմ գազայում ես կոմենկոմ գնացել էր Իսրայելի պրեզիդենտին խնդրում էր որ Նաթանյահուին pardon տա, ինչ ներում տա, հա, որ քրեական գործերից ազատի բոլոր արդեն այդքան տարի։ Հիմա ծիծաղել են ինչա։ Նաթանյահուին մեղադրում են, մի քիչ թեմաներից հետ առաջ եմ գնում, բայց ոչինչ, հետաքրքիր է, իր հետ կապ ունի։ Մեղադրում են ինչ որ նվերներ է ստացել, կաշառակերությունը համարվում, որտեղ ինքը սիգարներ նվեր ստացել է, չգիտեմ, նվերներ ստացել, ինչ որ վիսկիներ, չգիտեմ, ինչ որ խմիչքներ ստացել, նվերներ, ինչ որ իր կնոջ համար տան ծառայողը պետական հաշվին է եղել, չգիտեմ, այսինքն ծիծաղելի, այսինքն ծիծաղելի մասում ոչ նորմալ երկրի համար, ծիծաղելի ասենք սովետական ռուսական կոնտեքստի մեջ, հա, որոնց որ քո պատավացը ինչ որ քո կնոջը տարելա, չգիտեմ, շուկա առետուն անելու։ Վայ, քո ոնց կարելի է դա ինչ խայտարակություն, բան, սենց, ասին Իսրայելը իմաստով այս ռոպեին Ամերիկայից շատ ավելի ոնց ասեմ, ու ավելի օրենքը պահող դուրս եկա փաստորեն ինքը իր երկրի ներքի ինքը իր երկիրը երբեք չուզում փչացնի ճիշտ ասենք հա ինչ ուզում եք ասեք Իսրայելի մասին բայց ինքը իր մեջ իր չինովնիկներին լրիվ sense նացի բճկա ասում են sense թաթիկների վրա է պահում էլ sense զգոն ոնց թե դու սիգար ես ստացել կինդ էլ չգիտեմ ինչ որ բաներից օգտվել է Այն դեպքում երբ որ շուրջ գալիս Թրամփի վրա ես չգիտեմ արդեն մի 30 քանի բանով դատվել է չգիտեմ ինչեր է եղել միակ պատճառը որ բան չի գնում է դենա որ պրեզիդենտը բայց այս մարտը գնում է Իսրայել եւ ասում է բանին Իսրայելի պրեզիդենտին որը համարվում է head of state Հայաստանի նման պարլամենտական համակարգ է ինքը ունի ցերեմոնիալ դեր, բայց եւ ունի նաեւ որոշ իրավասություններ ներում շնորհելու եւ այլ։ Ասում եմ մի հատ սմարթուն բաների Նաթանյահուին ներում տուրել այնտեղ, ինչ են հետապնդում իրան։ Հա, չեմ ուզում խառնվեմ ձեր ներքին գործերին, բայց սենց այս ձևին, հա։ Իհարկե ոչ մեկը դրան ռեակցիա չտվեց, այնտեղ մի քիչ ծափ տվեցին ու վերջացավ դա։ Ինքը բայց հասկանում է, շատ լավ է հասկանում, ինչի է սա անում։ Սանում է, որ հույս ունենալով, որ Նաթանյանը իրան կօգնի Ամերիկայում իր պրոբլեմների մեջ, իր խնդիրների մեջ, մի օր կասի, դե լավ էլ է այս մարդուն հանգիստ թողեք, վերջապես 80 տարեկան մարդ է դարել արդեն եւ այլ, հասկանալի է, չէ՞։ Վերադառնանք մեր ոչխարներին։ Սաուդի Արաբիան լսեցիք ինչ արեց նավթի հարցում։ Մյուս մասը այն է, որ Ռուսաստանի նավթի ինքնարժեքը միշտ ասել եմ շատ բարձր է, դա Սաուդի Արաբիա չի, որ ավազի մեջ մի հատ ծողիկ ես խրում, ուսում նավթը դուրս գալ, հա։ Իրենց ուրեմն նավթաբնորոշության թե որ մինիստրի տեղակալը դուրս եկավ, այդ բաները փստացրեց երևի եւ խոստովանեց ասաց, որ մեզ պետք է 9 տոննա ջուր փչացնենք ոնց ասում են, լցնենք հորի մեջ, որպեսզի մի տոննա նավթ դուրս գա։ Սա ինքը շատ մեղմ է ասել, իրականում այնտեղ 2% էլ չկա։ 2% ասենք լավ։ Այսինքն ինչ ես անում, հորի մեջ դու մաքուր ջուր ես լցնում, որ այդ ջուրը խառնվի այնտեղ ինչ որ տակը բաների մեջ մնացած նավթի հետ ու ասես մի քիչ յուղոտված ձևով հետո դուրս գա, ասենք պոմպերով հանես, հետո քիմիական ձևով այդ ջուրը նավթից անջանդես, նավթը գործածես որպես նավթ, այսինքն մի կաշմար։ Հա, մի երկու տեղ ավելի լավ է, մի երկու տեղ ավելի վատ է, այստեղ վերիվարո նշանակություն չունի։ Ասածս իմաստն է, որ շատ ավելի դժվար է իրանց մոտ հանել եւ տեղափոխել նավթը եւ հասցնել ինչ-որ շուկայական վիճակի, հա, տավարնի վիճ տալու
քանթի ասենք որևէ միջինարևելյան երկիր, էլ չեմ ասում Վենեսուելա, որ հիմա ուղղակի աննարին պաշարներ ունեն հայտնաբերել են, նոր բան չի, բայց էսա։ Եվ իդեպ ասեմ, Մադուրոն որպեսզի գլխին այս փորձանքը չգա, արդեն անցնել է ամեն ինչ, ասել է ինչ ուզում եք վերցրեք, Ամերիկան անացուտ ուզանում հիմա։ Լավ, այս ուրիշ խոսք, ֆինանսավորման իմաստով պետականություն, ռուսական կառավարության շատ վատ է վիճակը։ Եվ ռուբլի տպելով հասկանում ենք, որ կարելի է ինչ-որ ժամանակ անել, բայց դա չի օգնում։ Հետևյալ պատճառով։ Առաջ բոլոր, գիտեք, բոլոր ռազմական գործարանները արտադրում էին, քողարկվում էին նաև քաղաքացիական արտադրությամբ։ Չգիտեմ, մեր որ գործարանը, որ կարծում էինք ինչ արտադրում ուներ ռազմական բաժին։ Որոշ տեղերում ռազմական բաժինը շատ ավելի մեծ էր, քան թե քաղաքացիական, ասեն սիվիլը։ Այսինքն, տվյալ դեպքում Ուրալ վագոն զավոդ կոչված հաստատությունը, որ իբրև թե վագոնները արտադրում երկաթգծի համար, ինքը իսկական տանկեր արտադրում, ասենք, չէ՞։ Եվ երկու բաժին ուներ։ Հիմա եթե այս մասը թուլանում էր, մյուս մասը ծախսերը փակում է, դե բնականաբար պետական կոնտրակտները չէին գնում սկզբում, ասենք այս պատերազմը սկսելուց հակառակը ես դրա մասին ասել եմ մեծացել են կոնտրակտները եւ դրա մասին խոսացին մեծ բան մի տարի առաջ, որ գիտեք ինչ մի քանի ամիս առաջ էլ շեշտեցին, որ մենք նույնիսկ պատերազմը վերջանալուց հետո մեր վատնած կամ գործածած պաշարները վերականգնելու համար մեր ռազմաինդուստրիալ կոմպլեքսը դեռ շատ տարիներ պետք է աշխատի, որպեսզի այդ բոլորը վերականգնի եւ հասցնի իր տեղ։ Եվ տրամաբանական էր, իհարկե, այսքան որ օրը ես ինչ գիտեմ քանի 100,000 արկ ես կրակում, դիտեղ վերականգնես այդ բոլորը, հասկանալի է։ Խնդիրը ինչու՞մ է կայանում հիմա, որ երբ որ արդեն չկա փող, այդ գործարանին մարդիկ միշտ կարծում են, որ կարելի է ավանսով գործարանը աշխատի, արտադրի քո ինչ ուզում ես, դու տանես կռիվը անես, եւ հետո ինչ որ ժամանակ հետո պետությունը կվճարի։ Նորմալ երկրներում դա այդպես չի աշխատում, ասում են деньги вперед։ Երկրորդ մասը այնա, որ նույնիսկ Ռուսաստանում, երբ որ դու չես բերում իրան նորմալ շա, ինքը 100% նստում է դոտացիայի վրա, պետական շահերի վրա։ Ասես դե լավ, դա նորմալ է։ Բայց երբ որ սկսում է տնտեսությունը հետը քանդվել, այն գործարանի քաղաքացիական արտադրությունն էլ է սկսում կանգնել։ Հիմա կոնկրետ Ուրալ վագոն զավոդի մասին խոսանք, որը տանկերի արտադրում եւ երկաթգծի համար, ասին եւ մարդատար եւ ինչն ասում բեռնատար, հա, դա էլ է սկսում վնասվել, որտեղ էկոնոմիկան պետք չունի այդքան վագոն։ Տվյալ դեպքում Ռուսաստանի երկաթգծերը արդեժեն, հա, այդքան վագոն պետք չունի, որտեղ ապրանքա տեղափոխում պակասել է։ Եվ եթե դա չի առնում, ով է առնելու։ Այն էլ է պետական, այն էլ է պետական, բայց մեկը մեկից առնում է, մեկը մեկին փող է փոխանցում, այսինքն երբ որ դու ապրանքը տեղափոխելով փող ես աշխատում, դու վճարում ես նոր վագոնների համար, հա, երկաթգծային, որը սնում է այդ գործարանը, Ուրալ վագոն զավոդը, որը արտադրում է նաև տանք։ Հիմա դուք պատկերացրեք, որ առաջ զինվորական մասն էր փակում քո ծախսերի մեծ մասը, հիմա հետո սկսում էր քաղաքացիականը փակել կամ բան, ու այն էլ չի աշխատում, ոնց է անել ուրեմն։ Այսինքն սա ուղղակի ես որպես սիմպտոմ եմ ասում եւ որպես օրինակ, թե ինչպես է աշխատում երկրում, որտեղ ռազմական ինդուստրիան եւ քաղաքացիական արտադրությունը պետական մեծ մասնակցությամբ խմբում են մի գործարանի կամ մի հաստատության մեջ։ Եվ այդտեղը, որ մարդիկ երբ որ չեն հասկանում, ինչու համար երբ որ սանկցիաներ են դնում եւ խփում է դա էկոնոմիկային, կարող է վնասի նաեւ ռազմական ինդուստրիային։ Եվ սկզբում չէր վնասում, որտեղ ասում են, օքեյ, ինչ կարևոր է, մա չեք առնում մեր, չգիտեմ ինչը, ոչ ոք չի առնում ռուսական վագոնները պարզա, բայց այդ չի հարցը, սա օրինակի վրա եմ ասում։ Մենք ավելացրել ենք մեր ռազմականը, որտեղ պետական կոնտրակտները ռազմական արտադրության համար մեծացել են։ Հա, բայց մինչև երբ
ու տեսանք, որ մինչև երբը շատ այդքան երկար չտվեց, որովհետև եւ պակասեցին նավթից եկող գումարները եւ պակասեցին եւ ընկավ ռուբլուկինը, որտեղ տնտեսության բանը ընկավ ընդհանուր եւ ընկավ շատ բան եւ չես կարող ֆինանսավորես մեկը միսով փակես այդ աթոռները տեղափոխելու այդ խաղը արդեն չի աշխատում։ Այդ խաղը միշտ խաղում է աշխատում է կար ժամկետի մեջ եւ ճիշտ ասենք պետք է արդարության համար ասենք, որ իրենք հանճար են դրա մեջ ռուսները եւ Նաբուլինային իրենց կենտրոնական բանկի հետ նախագահային դրա համար են պահում, որովհետեւ աղջիկը բանկերները այդ քինը շատ իսկապես տաղանդավոր է այդ հարցի մեջ ոչ թե ինքնավորոշում, որը որտեղ պիտի գնա ինչ պիտի անի, բայց ընդհանրապես ֆինանսական հարցերի մեջ այս ցակը փակենք են բանով եւ այլ այդ հարցերը ինքը շատ տաղանդավոր է ինչքան էլ բողոքում են իր դեմ հատկապես ռազմական ինդուստրիան նրանց էլ բողոքում, որ դու տոկոսներ եկան բարձրացնել, որ մենք չենք կարողանում պարտ կանենք, որտեղ եւ ընդհանրապես մեզ սպասարկող բիզնեսները հիմա լսեք էսի, ախր մեկը որ մտածում է, որ ինքը ասենք սարկում է օթանավ կամ տանկ, հա, այդ ամբողջը ոնց որ մի տեղում է սարկում, տես չի, դա հավաքում են, այդ մեծ բաները, գործարանները, իրենք հավաքման ցեխեր են իրականում հա assembly են անում նրանք այնտեղ այսինքն ինքը ունի հարյուրավոր subcontractor-ներ այսինքն ինքը որոնք մեկը արտադրում է, չգիտեմ, ռեզինը որ գնալու է այդ բանի մեջ, ասենք, ներքին մեկը պատշիպնիկն է սարքում, ինչ ասում մյուսը սարքում է, չգիտեմ, ինչը, մյուսը սարքում է, ինչը, այդ բոլորը գալիս է ժամանակին հասնում է տեղ եւ հավաքվում է եւ արդյունքը դառնում է ասենք թե քո բանկ երբ որ դու սկսում ես խփել սրանցից մեկը կամ մյուսը քրիտիկական մի բան ինչ ուզում ես հավաքի վերջը չի գնալու ես ես օրինակ բերեմ ուրեմն երկրորդ համաշխարհային պատերազմից այս ինչ որտեղ անձնական բանից եմ պատմում որտեղ չէի կարդացել սա միջևս հանդիպեցի այդ մարդուն ուրեմն երբ որ ես հանդիպեցի ինքը արդեն շատ վաղուց թոշակի գնացած ավիացիայի գնդապետ էր իտալական ծագումով դեպ բայց իր բանը ինչ էր որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ասեցին որ ինչ է կգել ամեն ինչ Գերմանիայից քաղաքներ ռմբակոծում ես անում են անում օգուտ չկա ինքը ասեց խփեք ուզում եմ մանգլային բառի շեմ ակտավանտատ ռուսը պատշիպնիկը գիտեք որ նա հիմա այդ գործարանին մի հատ գործարան կա որ սարքում է դրանք այդպես բան չկա որ շարժվում է կամ թռնում է կամ ծովի վրա գնում է որ չգործացի այդ անտեր պատշիպնիկը դու ինչ ուզում ես արա այդ գնդիկների որ կա որ sense պատտվում է մեկը մեկի մեջ հա sense ասած ինչ ուզում ես սարքի մեքենայա նավիա նավի մոտորա օթանավի մոտորա կապ չունի ամենը գործածվում է եթե դու այս գործարանը խփես ամեն ինչ կանգնելու է ու ամերիկացի կենտրոնացան գործարան խփեցին տենց էլ եղավ իհարկե հիմա սանկցիաները երբ որ գործադրում են Ռուսաստանի դեմ մի քիչ լայն գցած հա այստեղ ֆինանսական են խփում են դժվարացնում են բանանում եւ ռուսները միշտ գտնում են ջոր ճանապարհ բան նույնը Պարսկաստանն անում տարիներով բայց մի հատ քրիտիկական տեղ է հասնում կամ մի հատ քրիտիկական դետալ կա որ եթե դա խփում ես կանգնում ամեն ինչ տվյալ դեպքում Ռուսաստանի համար դա նավթն է նորից եմ ասում որովհետև բյուջեի հսկայական մասը իրանք բյուջեն գիտեք գաղտնի է եւ ֆինանսավորում բան ամեն ինչը պետական գաղտնիք է այնքան բան է որ նույնիսկ ուրեմն դեմոգրաֆիան դա գաղտնիք է մեկը դուրս եկավ ասեց Ռուսաստանում իրականում 130 միլիոն մարդ չկա այլ 90-ը թե ինչ է դրան գլուխ կերան վերացավ չկա ոչ միտեղ չի հայտնվել այլ չկա վերացավ այդ մարդը իրանց այս բոլոր գաղտնի պահելու իմաստը չէ որ որտեղ ցույց է տալիս թուլությունը եւ
շատ կարևոր է այնց համար, որ դա չերևա, դու միշտ կարծես, որ ինքը ավելի ուժեղ է, քան թե ինքը կա, ինքը մտածում է մարդկային ռեսուրսների հաշվին, մինչև վերջ կգնա եւ վերջում կհաղթի։ Իրանց համար խնդրեմն է, որ իրանք իրենց գլխի մեջ, իրանք հավատացած են, 100% հավատացած են, որ սա երկրորդ համաշխարհային պատերազմի նման է լինելու։ Վերջում իրենք հաղթելու են։ Իրենց, որովհետև նաև հավատացրել են, որ իրենք իրենց գլխի մեջ, որ իրենք երկրորդ համաշխարհային պատերազմում մենակ էին կռվում գերմանացիների դեմ։ Իրենք մեղորանում են դաշնակիցների լուման, ասենք, այս գործի մեջ։ Հիմա իրանք չունեն ոչ մի դաշնակից, այս րոպեին արդեն Չինաստանն էլ չի առնելու նավթը, դա նշանակում է ինչը կծախեմ ձեզ ինչ ուզում եք, բայց деньги вперед, կարելի է, հա, կարելի է, բայց փողը մի հատ ուղարկել հետո։ Իսկ փող չկա արդեն։ Ես ոչ չեմ ասում ոչ մի դեպքում, որ սա վաղը լինելու է։ Սա պարզապես եւս մի մեխ է։ Ես չեմ վախենա ասել Պուտինի սովետական միություն սարքելու դագաղի մեջ։ Նորից իր այդ պրոյեկտը չի լինելու։ Իսկ եթե դա չի լինելու, ինչ է նշանակում։ Նշանակում է, որ նշանակում է Ուկրաինայով էր ամեն ինչի կառուցված, դա է հիմքը։ Դա չի լինելու։ Ով ուզում է լինի Ամերիկայում պրեզիդենտ, ինչքան լավ տրամադրված լինի կամ վատ տրամադրված լինի, դա չի լինելու։ Լավ տրամադրված հանդեպ Ռուսաստանի կամ Ուկրաինայի կարևոր չի արդեն։ Պարզապես որովհետև արդեն too many people, հա, ոնց ասում են, շատ չափից ավելի շատ մարդիկ կան, որոնք շահագրգռված են, որ չլինի։ Իրենց բոլոր ուզում են բիզնես անեն, նայեք, գերմանացիները ամենաառաջինը, հա, Ռուսաստանի վրա փող սարքենք մենակ։ Բայց ոչ ոք չի ասելու, որ ուզում ենք, որ ռուսը գա մեր մոտ Բերլինում սկսի նորից կանանց բռնաբարել, հա, ոնց որ երկրորդ համաշխարհայինում արեցին։ Այդ մեկը հո չի մտնում։ Բայց երբ որ դու սկսում ես սպառնալ այնքան, որ հա, դա կարող է գանք Բերլին, առավոտից իրոք խոսում են, չէ՞ դրա մասին։ Լսեք Սալավիով, չգիտեմ ինչ։ Դե այդ մարդկանց մոտ բաներ է հիշացնում, գենետիկական մակարդակի վրա։ Չմոռանանք, որ այդ մարդկանց, ասած, անգրագիտության եւ տուպոյության գերմանացիների մասն խոսում։ Հիմնական պատճառը երևի դա է, երբ որ Անգելա Մերկել կոչված այդ ռուսական, ինչ ասեմ, փալասը նույնիսկ իր բանակը զրկեց օդային պաշտպանությունից։ Ասաց, որ մեզ օդային հակաօդային պաշտպանություն պետք չի։ Պատկերացնում եք մի հատ մեկը լինեք, այդպես բան ասեք։ Օրը ցերեկով եւ Գերմանիային զրկեց հակաօդային պաշտպանություն։ Հիմա այն ծիծաղելի վիճակն է Գերմանիայում, որ երբ որ դրոնը գալիս, սկսում են կռվել, ում պատասխանատվությունը այդ դրոնը խփել ոստիկանության, թե բանակի, թե բանակն ասում է, ես ինչ գործ ունեմ, ես պաշտպանություն չունեմ օդային խփելու, այդ ձեր հարցը տերորիստական է, ինչ է, ձեր վնասում է ձեր քաղաքին սպառնալիք է ներկայացնում, դե դուք էլ դրանով զբաղվեք, սիրելի քաղաքապետ, զբաղվիր այդ դրոնի քեզ պաշտպանելով։ Այսինքն, այսպիսի բաները, որոնք իրենք կամաց հասել են ռուսները Գերմանիայում, իրենց անընդհատ հույս են տալի, որ իրենք կարող են դեռևս շարունակել, դե կարող են շարունակել, բայց հաղթել դրանք տարբեր բաներ են։ Եվ մասած սետա, սա շուտ չի վերջանալու, երկար կտևի, բայց վերջը, ես 4 տարի առաջ էի ասում, 3 կես, բայց հիմա արդեն շատերին է պարզ։ Եվ
հետ գնալ չկա, երբեք այլևս չի գնալու 2019 թիվ, 2017 թիվ, ասեմ 2024 թիվ, այդ չի լինելու, 2022 թիվ էլ չի լինելու, 25 էլ չի լինելու, Ալյասկայի առաջարկը վերջի Թրամփի, որ լավ վերցրու SS ու արի համաձայնենք կանգնացու պատերազմը, ինքը համարյա տվել էր, ոչ թե համարյա տվել էր, առաջարկել էր, Այն որ ասացին չէ, դա վերջացավ։ Հունգարիան վերջի կետն էր, ոնց ասում են վերջի բանն է, որ երբ որ Ռուբիոն զանգեց Լավրովին, Լավրովն ասաց նույն բաները կրկնեց, ասաց Ալյասկայի մեր պայմանները չեն փոխվել, ասում եմ, բա ինչ ենք հանդիպում։ Բլավ, ինչ ենք Հունգարիայում հանդիպելու նորից, եթե Ալյասկայում արդեն չխոսացինք, վերջում կարճի կապեցինք առանց ընթրիքի ձեզ տուն ուղարկեցինք, ոնց որ ասում են, բա էլ ինչ ենք հանդիպում, Հունգարիայում արդեն ասացինք, որ անընդունելի է ձեր բանը, Ալյասկայում ասացինք, որ անընդունելի է ձեր տեսակետը, դրա համար առանց ընթրիքի դու մնացիր, հիմա ինչ ես դու ուզում նորից նույն բանը կրկնես Հունգարիայի դեպքում, ինչ ես կանչում ինձ ընդեղ, կամ Պոլսում ինչ ես կանչում ինձ ընդեղ, որ ինչ անեմ, կամ ինչ անեմ, նորից դուրս գա, որ ինձ քննադատեր Ամերիկայում, որ դու էլ գնացիր ծափիկ արեցիր Պուտինին ու դատարկաձեռն վերադարձար, հա։ Մի անգամ կխապես, երկու անգամ, հետո մնացածը լրիվ ապուշ չեն ստեղ։ Խոսքով այդ իմաստով իրանք, ասեմ, փուստ գնացին, արդեն չհասկացան, որ սխալ բան են արել։ Հասկացել են հիմա, ով հասկանել է, հասկացել է, ուրիշ բան, որ բանը չի հասկանում, Պուտինը չի հասկանում։ Ու ինքն էլ է հասկանում, այդքան ապուշ չի, բայց ինքը երբեք երեսին չի վերում, ինքը մի Թրամփի նման է այդ իմաստով, չէ, ինքը երբեք սխալ չի, բոլորը սխալ ինքը չի, ինքը ոչ մի սխալ չի ընդունում։ Ոչ մի, խնդրում եմ ինձ ասեք մի հատ հարցի վերաբերյալ, որ Պուտինը ընդունի, որ ինքը սխալ է։ Ասեմ ծիծաղելու համար, ասեն Թրամփը նույնիսկ ասաց, ես կարծում եի, որ սա ամենահեշտ խնդիրը կլինի լուծել, բայց պարզվեց շատ դժվար է, չէ, այդքան դժվար է այս Ուկրաինա-Ռուսաստանից խնդիրը լուծելը։ Այսինքն գոնե այդքան ասեց, հա, այդքան ասեց։ Բայց մի անգամ լսեք, որ Պուտին մի բան ասի, ես կարծում եի, սենց կլինի, բայց չեղավ, սխալ ենք արել, ինչ որ բան սխալ ենք արել։ Կապ չունի, Ուկրաինան չի, ուրիշ բանի մասին։ Պարզ չէ, որ մարդը մի քիչ պրոբլեմ ունի, մի քիչ չի լավ։ Հայտարարեցին, որ ամերիկացիները հրթիռներ են տեղադրել Ճապոնիայում եւ Գերմանիայում, պիտի տեղադրեն, դեռ չեն տեղադրել, որոնց թռիչքը միջև Ռուսաստանի կենտրոնը, ասելով ռուսների ասած ցենտրալная часть России, այսինքն այդ չի համարվում գեոգրաֆիկ, հա, աշխարհագրական կենտրոնի մասին, այլ եվրոպական մասի կենտրոնի մասին։ Այսինքն Մոսկվայի միջև են կողմը, միջև Ուրալ ասենք, հա։ Տևելու է 6 րոպե թռիչքը այդ հրթիռի։ Այդ լուրջ խնդիր առաջացել իրանց մոտ, ահագին գլուխները քերում են, ասենք թե ինչ ենք անելու եւ մենակ կարող են խոսան դրա մասին։ Այսինքն մենք ունենք Արեշնիկ, ասես ամերիկացիները ինչ որ բաներ ունեն։ Հա դու կարող ես բանկ այդ քո թևավոր հրթիռը կրակես, որ շատ խուսափելով պիտի ստեից այնտեղ օրերով օդի մեջ ինչ որ փուստեր տալով խուսափելով գնահատնի Ամերիկա։ Միջև այդ քեզ կխփի 6 րոպե։ Պետք է 24 ժամ օդում մնաս, որպեսզի հասնես օդանավան Ամերիկա։ Ասում եմ, ես սենց հրթիռ ունեմ, որ ինքը օդում, ուրեմն միջուկային ռեակտոր ունի մեջը, շատ երկար ժամանակ օդում կարա մնա։ Հա, լավ, թող մնա ինքը օդում, ես 6 րոպեում քեզ խփում եմ, դու ինչ անելու։ Հարցը վերջացավ, կռիվ վերջացավ։ Այսինքն այդ սիրուն, այդ բոլոր մուլտիկները սարքում էին, սենց վիդեոները դնում են, ես ենք անում, սենց մի հատ տորպեդո ունենք, ջրի տակը գնաց, տեղից այնտեղ ցունամի կառաջացնի, երեք էլի դրա մասին խոսում էին, որը կգնա, մի հատ ցունամի կառաջանա, Աստան կինո այդ իրանց աշտարակի չափ բարձրությամբ ալիք կառաջանա, որ ամեն ինչ կկործանի, այդ միջև հասնի ալիք առաջացնի ու կորած ես արդեն։ Լավ, այս լավ նոտայի վրա ուրախ վերջացնեմ։